Կարդալու եմ առաջի Տիմոթեոսի 3-րդ գլուխ 15 խոսքը, այսպես է գրված. իսկ եթե Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրում ասում, իսկ եթե ես ուշանամ, որ գիտենաս, թե ինչպես պետք է Աստծո տան մեջ վարվել, որը կենդանի Աստծո եկեղեցին, սյուն եւ հաստատություն ճշմարտության։ Պողոս առաքյալը գրում է Տիմոթեոսին, եւ այս խոսքը այսօր ուզում եմ մեզ վերագրենք ինչպես վարվենք Աստծո տան մեջ։ Հետաքրքիր թեմա է, ինչպես վարվենք Աստծո տան մեջ։ Գիտեք, ուրեմն այստեղ գալու վերջի նախորեին ուրեմն Ամերիկայում այդ եկեղեցուն, որտեղ ես շատ հաճախ ծառայել եմ, Հովիվը իր ծառայողների հետ եկեղեցու մի քանի հոգով որոշեցին ինձ ու Սիլվային պատվեն եւ մեզ հրավիրեցին ռեստորան։ Ու դե ասինեցին ժամը կգաս այստեղ, վերջը գնացինք, դե ռեստորան ենք գնում, այնտեղ շոկ էր լավ, հա ես կարճ թեև բանով, նո, այդպես մայքով, ջինսով, հա Սիլվան էլ, նո, շոկ էր։ Գնացինք եւ հենց հասանք ռեստորանի շեմի մոտ, տեսանք իրար մեջ խոսում են։ Եվ ասին չապատայել, ասին, այս ռեստորան չես կարա թեզ մտնես։ Այդ շոյելով քեզ չեն թողա, պաստոր Վարդան։ Ու սենց մտածին ինչ անենք, մեկը կոստյում ուներ, կոստյումը տվեց ինձ, վերջը, սենց այս հագնանք, վերջը կարեցանք մտնենք այդ ռեստորան ու երբ որ մտանք նստեցինք, մատուցողը եկավ եւ մի 5 րոպե մեզ պատմում էր այդ ռեստորանի կարգ ու կանոնը։ Ու մեզ ժետոններ տվեցին, սենց կլոր ժետոններ էր, երկու կողմը, մի կողմը կարեշնվի, մյուս կողմը բաց դեղին, չեմ հիշում այդ գույները, ու սենց բան են անում ասում, ու հենց էր, որ մատուցողները անընդհատ ֆռռում են այդտեղ, անընդհատ, ու այդ ժետոնը, եթե սպիտակի վրա է, գալիս են քումոտ, ասում են ինչ է ուզում, իրանք 15 տեսակի տարբեր ուտելիքներ ունեին, հա գալիս են եւ ասում են որից ես ուզում եւ քանի այդ ժետոնը սպիտակի վրա անընդհատ իրանք պետք է մոտենային ու քեզ ասեն ինչ ես ուզում, քեզ տային, կերակրեն, ինչքան ուզում ես կեր։ Հա, հետ շրջեցին, իրանք արդեն քեզ բանի տեղ չեն դնում։ Այսինքն հասկանում են, որ քումոտ ամեն ինչ լավ է։ Ցույց տվեցին, որ մեծ դահլիճ էր, այդ դահլիճի կենտրոնում, ասենք սալատներ էր դրած, մեզ ասեցին պետքա ձախից մտնես աչով դուրս գաս, ոբշե կանոններ կար։ Եվ մենք որպիսի այդ ռեստորանում մեզ լավը զգայինք, հա, ուրեմն հասել ենք այդտեղ նորմալ հաց ուտեինք, պետքա իրանց կանոնները պաշտպանեինք։ Սիրներ։ Եվ Աստծո տան մեջ էլ կանոններ կա։ Պողոս առաքյալը ասում է, որպեսզի իմանաս, ես այսօր ուզում եմ որոշ բաներ մենք սովորենք, ոնց վարվենք Աստծո տան մեջ։ Ես հիշում եմ տարիներ առաջ մի հատ քարոզիչ կար, մի քիչ ավելի շատ ազատ քարոզիչ էր, ինքը մի անգամ պաշտամունքի ժամանակ վեր կալել բեմի վրա ունիտազ էր դրել։ Հա, բեմի վրա ունիտազ էր դրել եւ ժողովրդին քարոզում էր ոնց կարելի է, ոնց հապետ զուգարան գնա եկեղեցի։ Ցավոք սրտի, այսինքն տեսել որ շենք էին սարքել, տեսել որ մտնում են եկեղեցու զուգարանը, տեսնում են ոբշե, ասենք սաղ թափթփած, սաղ կեղտոտ ապանթի է եւ ինքը ուզած այդ ունիտազը դրել էր բանը բեմի վրա եւ սովորացնում էր ոնց կարելի է գնալ զուգարան։ Հա, նաեւ էտել էթիկա է, հա։ Ինչպես վարվենք Աստծո տան մեջ, որովհետեւ բաներ կա, այսօր ուզում եմ սովորենք, հա, ժողովուրդ ջան։ Պատրաստ ես։ Ամեն, Տերը օրհնի։ Ուրեմն Սաղմոս 5-րդ, Սաղմոս 5-րդ, Սաղմոս 5, 8-րդ խոսք, 7-րդ խոսք։ Դավիթ ասում է, բայց ես քո շատ ողորմությունով կմտնեմ քո տուն եւ դեպի քո սուրբ տաճարը երկրպագություն կանեմ քո երկյուղով։ Ինչպես պետք է վարվենք Աստծո տան մեջ, սա Աստծո տունն է, ժողովուրդ ջան։ Որովհետև այստեղ Աստծո անունն է կանչվում, այստեղ հավատացյալներ են հավաքվում, մենք բոլորս հավատացյալներ ենք, հա։ Ոնց մենք վարվենք, ինչի համար է, ոնց մեզ վարվենք այստեղ, հա։
Դավիթ ասում է, ես քո շատ ողորմությունով կմտնեմ քո տունը։ Ուզում եմ ասեմ քեզ, սիրելիս, որ այսօր դու Աստծո տան մեջ ես, դա բացառիկ Աստծո ողորմությունն է։ Ամեն։ Լա պատկերացրեք, Աստված քեզ մի օր քո սիրտդ բախել է, քեզ կանչել է, քեզ քաշել է, որպեսզի դու փրկվես անեծքից, դատապարտությունից, հավիտենական դժոխքից ու երկնքի արքայություն մտնես։ Լավ է թե չէ։ Եվ սա բացառիկ Աստծո ողորմությունը արժեքավոր է սա։ Եվ ասում է, կմտնեմ քո ողորմությունով քո տունը եւ ինչ կանեմ, եւ դեպի քո սուրբ տաճարը երկրպագություն կանեմ քո երկյուղով։ Այսինքն Աստծո տան մեջ կակ մինիմում այստեղ պետք է աստվածավախությունը տերը։ Ժողովուրդ ջան, այստեղ բացի մեզանից Աստծո ներկայություն կա։ Ուզեմ քեզ ասեմ, որ այստեղ ես, հա, կարող է քեզ ինչ-որ մեկը տեսնի կամ չտեսնի, բայց Աստված տեսնում է, ոնց հա իմ դիրքը, քո դիրքը, ոնց ենք մենք այստեղ մեզ պահում, հա, սա Աստծո տունն է։ Ժողովուրդ ջան, մենք եկել ենք Աստծո տուն։ Ով կարա ռիսկ անի մտնի պրեմիեր մինիստրի սենյակը ու նստի ոդը ինքցի ու հերախոսի մեջ խաղանի, ասի դե խոսարա տենամ ինչ ես ասում։ Հա? Ով կարա ռիսկ անի մտնի իր ղեկը, լավ, իր ցածրացնեմ մտնի իր ղեկավարի մոտ, իր սենյակ, ասի բարոս ախպեր ինչ կա։ Մեծապատ մի տենամ, չէ, բանես, հա, իսկ այստեղ տերերի տերը եւ թագավորների թագավոր։ Այստեղ ինքը Աստված է։ Մենք ո՞նց ենք մեզ պահում, ժողովուրդ ջան։ Գրված է երկյուղով եւ քեզ կերկրպագեմ, սիրելիս։ Ոնց վարվենք, սա Աստծո տունն է։ Ունենանք աստվածավախություն, ունենանք վախ, երկրպագենք Տիրոջը, հասկանանք, որ այստեղ ենք, որովհետև ինքը մեզ ողորմացել է։ Իր ողորմությունով ենք մենք այստեղ, ժողովուրդ ջան, արժեքավոր եք դա խնդրում եմ։ Կարաս ասես ամեն։ Դա սենց է։ Մյուս տեղը Սաղմոս 27:4-ը։ Սաղմոս 27:4։ Մեկ բան եմ խնդրում Տիրոջից եւ այն շատ կփափագեի, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերը, որ Տիրոջը գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նրա տաճարին զննելով մտիկ տամ։ Դավիթ ասում է, մի բան եմ փափագում, որ Տիրոջ տան մեջ ելնեմ։ Այսինքն դու այստեղ ես կամ մենք գալիս ենք պաշտամունքի ոչ թե պարապենք, ոչ թե ես իմ մեզ հանկարծ ինչ-որ մեկ ասում հայ եթե չգաս, լսի ժողովուրդ, Դավիթ ասում է, Դավիթ ինքը թագավոր էր։ Ինքը թագավոր էր։ Պատկասու թագավոր մարդը, որ ամեն ինչ ունի, իրա ոչ իբան պետք չի, ես աշխարհում ինչ մատը ինչի վրա դնի իրանն է։ Բայց ասում է ես փափագում եմ, որ քո տան մեջ եղնեմ։ Իսկ այսօր մարդ կասեն, մի քիչ հենց մի քիչ գործեր լավանում մի քիչ մեջ չկա։ Ինչ եղավ քեզ այ բալան։ Ինչ կատարվեց։ Մի քիչ գործեր լավացավ, դա միշտ չի եղնի։ Օրժմ եմ, որ լավ եղնի գործեր, բայց դա չի փափագիր լինել Աստծո տան մեջ։ Ամեն։ Որովհետև Աստծո տան մեջ օրհնություն կա, Տիրոջ տան մեջ նրա ողորմությունը կա, նրա շնորհը կա, Տիրոջ տան մեջ կենթանի Աստծո խոսք կա, որով մենք կերակրում ենք մեր հոգիները եւ գիտես ինչ էստեղից զորացած գնում ենք մեր տները, ժողովուրդ ջան, ինչ որ բան է կատարվում քո հետ, տենց է թե չէ։ Դա տենց է, Դավիթ ասում է, ես փափագում եմ, այնքան լավն է, մի բան եմ խնդրում Տիրոջից, դաժե Տիրոջ եւ այն շատ կփափագեի, շատ եմ փափագում, ինչ անեմ, որ Տիրոջ տան մեջ բնակվեմ, իմ կյանքի բոլոր օրերը, կյանքիս, ասա բոլոր օրերը, չհոգնես, չձանձրանաս Աստծո տան մեջ լինել, Աստծո տան մեջից լավ բան չկա, իմ կյանքի բոլոր օրերում փափագում եմ, թագավոր մարդ էր, որ թագավորը այդ ձևի ասել, միգուցե մենք էլ այդ ձևի մտածենք։ Ամեն ժողովուրդ ջան։ Ոնց անենք, ոնց մենք վարվենք Աստծո տան մեջ, ինչ է մեր վարմունքը, մեր մյուս տեղը 121-րդ Սաղմոս 122
Սաղմոս 122 առաջի խոսք։ Ես ուրախ եղա, երբ որ ասեցին ինձ, թե Տիրոջ տունը գնանք։ Ես ուրախ եղա, ասենք ոնց է քո տրամադրությունը Կիրակի օրը մարդ կասվա, եթե չգաս եկեղեցի, ասենք ինչ-որ մեկի զորով են ուզում տան, ժողովուրդ ջան, Տիրոջ տունը գնալը մեծ ուրախություն է։ Ասեմ քեզ, շատ երկրներ կան, մարդիկ մեկտեղ հավաքվելու համար գին են վճարում, բանտ են նստում, նահատակվում են, մահապատժեն, ես ես լուրջ եմ ասում, որպեսզի լինեն ասոտան մեջ, ժողովուրդ ջան։ Իսկ այստեղ մենք ազատ երկիր, փառք Տիրոջ սրա համար, ասեմ, այս ժամանակը միշտ չի լինել, այս հնարավորությունը միշտ չի լինել, չգիտեմ, մի տարի, 5 տարի, 10 տարի, չգիտեմ, Աստված դա շատ երկար է, բայց ուզում եմ քեզ ասեմ, քանի ժամանակ եւ հնարավորություն կա, Տիրոջ տանը, ասում եմ, ես ուրախ եղա, որ ինձ ասեցի գնանք Աստծո տուն։ Ամեն։ Ուրախությունով արի Աստծո տուն։ Սա մեծ ուրախություն է, սիրելիս։ Այսօր այնքան մարդիկ կան, որ չեն կարող տեղից ելնեն, այնքան մարդիկ կան, որ կուզենան այստեղ լինեն, բայց չեն կարող։ Դու եկել ես այստեղ, ու ասենք, թող քեզ չթվա, որ եկել այստեղ ինչ-որ մեկին լավություն ես անեմ, ինչ-որ մեկը, նո, քեզ համար ես եկել։ Ես էլ եմ ինձ համար եկել։ Շատ անգամ ասել եմ, հիմա էլ եմ կրկնում, երբ որ ես գալիս եմ եկեղեցին, ոչ թե դրա համար, որ ես եկեղեցու հովիվն եմ, ես գալիս եմ այս եկեղեցի, որովհետև ես Աստծո զավակ եմ։ Ես իրանով փրկվածն եմ, ես իրա բալեն եմ, ես իրա ծառան եմ, իրանն եմ, Ես ուրախ եղա, երբ որ ինձ ասեցին գնանք Աստծո տուն։ Մյուս տեղը ժողովող գիրք 5-րդ գլուխ առաջի խոսք։ Զգույշ եղիր ոտքիդ համար, երբ որ գնաս Աստծո տուն։ Զգույշ եղիր ոտքիդ համար, այսինքն բան արա, զգուշություն արա։ Ուշադիր եղիր։ Եվ մոտեցիր ավելի լսելու համար, քան թե մատուցանելու հիմարների զոհը, որովհետև նրանք չգիտեն, որ չարություն են անում։ Երբ որ գալիս ես Աստծո տուն, ուշադիր եղի լսելու համար։ Ուշադիր եղի լսելու համար։ Ինչ-որ մեկը քեզ բան կասի, ինչ-որ մեկը կերքի, մեկը կքարոզի, մեկը կաղոթի, ժողովուրդ ուշադիր եղեք լսելու համար։ Որովհետև Աստված ինչ-որ բան գրված է, հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Այստեղ մարդ կա, որ կարիք ունի ինչ-որ բանի պատասխանի։ Մարդ կա, որ կարիք ունի պատասխանի, մարդ կա, որ ինչ-որ ես ինքս կարիք ունեմ պատասխանի։ Դրա համար ինձ պետք է լսեմ։ Դենամ մեկը կարող է բարևի ասի, Վարդան աղբեր, ինչ-որ բան ասի ինձ, հա։ Աստված կարա իր աբջոցով ինձ հետ խոսա։ Ուշադիր եղի լսելու, ոչ թե քնելու, ոչ թե ինչ-որ ունայնությունով, ոչ թե ասենք զբաղվելու։ Մեր երիտասարդներին ուրեմն մի հատ վիդեո է գցել Ամերիկայում, ինձ հրավիրեցին երիտասարդական ծառայության ու ինձ հետաքրքիր է երիտասարդներ էին 16-ից մինչև 20-22 տարեկան ու երկրպագության ժամանակ ուղղակի շրջվեցի, ասի տենաս իրանք ինչ են անում։ Ինչ շատ ցնցեց եւ շատ ուրախացա, շատ օրհնվեցի, որ տեսա բոլորը Տիրոջը երկրպագում էին։ Ու գիտեք, Ամերիկայում շատ ազատ երկիր է, գայթակղությունները շատ ավելի շատ են, քան թե այստեղ։ Շատ։ Բայց այդ սերունդը ես որ տեսա շատ ուրախացա։ Մեր երեխեքին գցեցի, ասի նայեք երեխեք ջան։ Այս երեխեքին դրսեմ շատ ավելի լավ բաներ են սպասում։ Կարան այսօր դու մեքենա ես երազեմ, իրանք կարան առանց խնդրի լավ մեքենաներ ունենան, լավ տներ ունենան, բրենդովի շորեր հագնեն, հա, ոնց է։ Խնդիր չկա, բայց կանգնած երկրպագում են։ Հա, ուշադիր եղիր լսելու համար։ Աստված խոսք ունի քեզ համար։ Աստծո խոսքը քեզ համար կարա շատ բաներ փոխի քո կյանքի մեջ։ Ժողովուրդ ջան, սիրեք Աստծո խոսքը։ Ամեն։
Ոնց վարվենք մենք Աստծո տան մեջ, գանք վախով, գանք երկյուղով, գանք ուրախությունով, գանք հասկանալով, որ իր ողորմությունն այստեղ, գանք լսելու համար, ժողովուրդ ջան։ Հովհաննես ավետարան 2 գլուխ 16 խոսք։ Հովհաննես 2:16։ Եվ Հիսուսը աղավնի ծախողներին ասեց. դրանց վեր առեք այստեղից, իմ հոր տունը մի շինեք առևտրի տուն։ Եվ նրա շակերտները հիշեցին, թե գրված է քո տան նախանձը կերավ ինձ։ Հիսուսը մտավ տաճար, խարազան սարքեց եւ առևտրականներին դուրս գցեց եւ ասավ իմ հորս տունը աղոթքի տուն պիտի կոչվի։ Եվ աշակերտները հիշեցին, ասեցին գրված է որ քո տան նախանձը կերավ ինձ, այսինքն ինքը նախանձավոր էր Աստծո տան համար։ Ինչքանով ենք մենք նախանձավոր այստեղի համար։ Ինչքանով ենք նախանձավոր։ Ինչքանով ենք նախանձավոր, որ Աստծո տան մեջ լինի կարգ ու կանոն, Աստծո տան մեջ թագավորի սեր, Աստծո տան մեջ իրար գրկենք, իրար օրհնենք, իրար լավ բաներ ասենք, Աստծո տան մեջ չբամբասենք, Աստծո տան մեջ ինչ որ մի բան տեսնենք, վերնենք, մաքրենք, մաքուր եղնի, ակուրատ եղնի, ինչքանով ենք նախանձավոր, որ Աստծո տան մեջ անօրենություն չեղնի, ինչքանով ենք նախանձավոր։ Ոնց վարվենք, նախանձավոր լինենք Աստծո տան համար։ Ամեն թե չէ, ժողովուրդ ջան։ Տեր Հիսուսը ինքը մտավ ամբողջի, մեծ ամբողջի, խարազան առավ ձեռու սաղին քշեց այդ տեղից ասավ, իմ հորս տունը աղոթքի տուն պիտի կոչվի։ Ես նախանձավոր եմ։ Ես ուզում եմ, որ իմ հորս տան մեջ լինի ամեն բան լավ, ամեն բան պարկեշտ, որովհետև ես իր ներկայացուցիչն եմ այստեղ։ Ամեն։ Ժողովուրդ ջան։ Անգե մարգարեություն առաջի գլուխ։ Առաջի համար։ Դարե թագավորի 2-րդ տարին 6-րդ ամսվա ամսի 1-ին Տիրոջ խոսքը եղավ անգե մարգարե ձեռով Հուդայի իշխան Սաղաթելյան, Զորոբաբելին եւ մեծ քահանա Հովսադիկյան Հոսեյն ասելով. Այսպես է ասում Զորաց Տերը, թե այս ժողովուրդը ասում է ժամանակը չի եկել Տիրոջ տունը շինելու համար։ Եվ Տիրոջ խոսքը եղավ անգե մարգարե ձեռով ասելով. իսկ ձեզ համար ժամանակն է, երբ որ դուք ձեր ձեղունազարդ տներում բնակվեք, իսկ այս տունը ավերակ մնա։ Եվ հիմա այսպես է ասում Զորաց Տերը, ձեր ուշքը դարձրեք ձեր ճանապարհներին։ Սերմել եք շատ, բայց բերել եք քիչ։ Կերել եք, բայց չեք կշտացել։ Խմել եք, բայց ծարավը չհագեցրիք։ Հագնվեցիք, բայց չտաքացաք։ Եվ վարձկանը վարձի համար գործում է ծակ քսակով։ Այսպես է ասում Զորաց Տերը, ձեր ուշքը դարձրեք ձեր ճանապարհներին, վեր ելեք Սարա եւ փայտ բերեք իմ տունը շինեք, այն ժամանակ ես կհավանեմ դրան եւ կփառավորվեմ, ասում է Տերը։ Այստեղ էլի շարունակում է, նայեցիք շատին, ահա քիչ եղավ, բերեցիք տուն, բայց ես փչեցի միջին։ Ինչու համար, ասում է Զորաց Տերը, իմ տան համար, որ ավերակ է, իսկ ձեզանից յուրաքանչյուրը վազ է տալիս իր տան համար։ Մի հատ քարոզ եմ պատրաստում, միգուցե մի օր կքարոզեմ, ուզեմ քեզ ասեմ, Աստծո տան հաշվի, Աստծո տան հաշվին քո տունը մի շինի։ Աստծո ժամանակի հաշվին քո գործերը մի անի։ Ամեն ինչին իր Աստծո հաշվին, դասի Աստծո հաշվին։ Ուզում եմ քեզ ասեմ, երբ որ հաշիվ ես անում, այստեղ Աստված խոսում է Աստծո ժողովրդին, ասում է ժողովուրդ ջան, իմ տունս ավերակ է, իսկ դու քո տան մասին ես մտածում։ Ու ցավն է նա որ ասում է քո տան մասին ես մտածում, բայց որ ինչ անեմ ես, օրհնված չի։ Գիտես ինչի համար, որովհետև Աստծո տան հաշվին ես անում։ Կներեք, էլի ես ոչ մեկի գրպանը չեմ ուզում մտնեմ, բայց ուզում քեզ ասեմ, երբ որ քո ստացվածքդ հաշվում ես, կա Աստծուն տալու բաժին։ Մենք Աստծո ժողովուրդ ենք, մենք հավատացյալներ ենք։ Սա մերն է։ Ամեն։ Մեր կյանքի մի մասն է։ Նա ավետարանը, որին մենք հավատում ենք, սիրելիներ։ Ու գիտես ոնց, եթե ինչ որ ծախսեր ունես, եթե պարտքերի մեջ ես,
մի ավելացնի այդ պարտքիդ վրա ու ասա դե մի դե զոհաբերություն չեմ տա այդ պարտքից գիտա։ Լսի Աստծո հաշվին մի անի դա։ Չի օրհնվի քո ստացվածքը։ Հնարավոր չի, սիրելիս։ Աստված ասում է, դուք ձեր տան մասին եք մտածում, օրհնալ եղնի ձեր տունը, օրհնալ եղնի ձեր ստացվածքը, օրհնալ ինչ որ ունենաք, թող ավելիանա, ես օրհնում եմ ձեզ, ընդհանրապես խնդիր չկա, վայելեք, ունեցեք, սիրել, բայց Աստծո հաշվին մի անի։ Ով կա այստեղ պետական աշխատող, պետական, Վալերն ու Վայրան են մենակ, ու մի քանի հոգի, հա, պետական աշխատող ես, Վալեր ջան, լավ, Վալերը մեր սկորի բանը, շտաբ օգնության մեքենա քշը, ոնց կնայի քո ղեկավարությունը, որ ասենք շտաբ օգնության մեքենա ես պետք է 12 ժամ աշխատես, մեկ էլ մի 3 ժամ աշխատեցին ու դու չկաս, ասեն ուր էր, ասես, դե հենգորս պետք են գազելով մեբել տեղափոխել, գնացել եմ մեբել տեղափոխել։ Քեզ ոնց կընդունեն։ Գործից դուրս կանեն։ Դեցա թե չէ։ Վայրան օպերացիա անելուց մեկ էլ, ասեն օպերացիա կա մեկ էլ տնա Վարվարա Գյորգիևնա գզետի նյետ ее։ Ինչ կա, ասма, դե մի հատ քույրիկ կար պետք է դա իր համար աղոթելու։ Գործից հաշվին Գործից ժամի հաշվին, ինչքան ուզում ես բարի գործ անես, ինչքան ուզում ես լավ գործ անես, քո գործիդ հաշվին իրավունք չունես, ամեն թե չէ, հիմա Աստծո հաշվին խնդրում եմ խորհուրդ եմ տալիս, Աստծո հաշվին մի անի, այն ինչ որ Աստծունն է, Հիսուսն էլ ասավ, Աստծունը ինչ արեք, Աստծուն տվեք, Աստծունն է, Աստծո հաշվին կրեդիտներ մի փագի, Աստծո տասանորդի հաշվին չի եղնի, սերես Աստծո տան հաշվին, Աստծո ժամանակի հաշվին, ասենք եթե ժամանակ կա, սերես օրդ որ ծրագրում ես մարդ կա սենցա, մի շաբաթը ծրագրում է տենթա, դե լավ, եթե շաբաթ օրը պարավ մնամ կգնամ եկել, չէ ժողովուրդ ջան, օրդ որ ծրագրում ես ասա շաբաթ օրը եկեղեցի, ծառայություն, լսի ես քեզ լուրջ եմ ծրագրի, փորձի թեզ, Եթե հանկարծ չստացվի, ինձ արի ասա, հովիվ ջան, այդ ինչ էի կարոզում։ Սուրբ գիրքը 100 հատ տեղ կարամ Աստվածաշնչից բերեմ, որ Հիսուս ասել է, նախ Աստծո թագավորությունը փնտրեցեք, այդ ամենը ինչի կարիք ողնես կտրվի ձեզ, Աստված իրան պաշտողին, իրան ծառայողին, իրան հավատարիմին երբեք ոչ մի բանի մեջ ամոթով չի թողա։ Գիշերցեք մի, սենց քրտնաջան ապրում ես, կյանքը տալիս ես, ժամանակը տալիս ես, ու մեջ է փուչ, 7 հատիկ, ոնց են ասում, հա, մեջ է փուչ, 7 հատիկ, հայերեն են ասում, հա, մեջ է փուչ, աշխատում ես ծակ կսակի համար, ինչի համար, որովհետև Աստծո հաշվին ես անում, Աստծո հաշվին, Աստծո տան հաշվին, Աստծո ժամանակի հաշվին, քո գործեր միանի, չի օրհնում։ Եբրայեցիների 13-րդ գլուխ, Եբրայեցիների 13 գլուխ 17 համար։ Գրված է, ականջ դրեք ձեր առաջնորդներին և հնազանդվեցեք։ Եկեղեցու մեջ կա կանոն, կան առաջնորդներ, ծառայողներ, և այդ առաջնորդները կոչվում են ծառայող։ Իրանք ծառայել են, դրա համար Աստված իրանց բարձրացրել է, կոչում է տվել, հա, և Սուրբ Գիրքը ասում է, ականջ դրեք հնազանդ եղեք ձեր առաջնորդներին, այսինքն քեզ որ բան են ասում առաջնորդները, բարի եղի լսիր, հնազանդվես, սիրես, ոչ թե ասա, քո գործը չի, սա իմ կյանքն է, դու իմ կյանքի հետ գործ չունես, խնդիր չկա, ընդհանրապես խնդիր չկա, բայց սա խորհուրդ է, սա եկեղեցու կանոնն է, սերներ, Աստված եկեղեցում առաջնորդներ ա դրել, ծառայողներ ա դրել, և այդ կարգ ու կանոն կա, և ինչի համար ասում, լսեք, հնազանդվեցեք, ինչի համար, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար, որպես թե հաշիվ պիտի տան, որ հաշիվ պիտի տան, Ես եկեղեցու հովիվն եմ, այստեղ հովիվներ կան, երեսներ կան, սարկավագներ կան, ծառայողներ կան, դրսում կարգ ու կանոն մարդիկ կան, ովքեր մեր եղբայրները ավտոա գալիս ասում են,
աղբեր ջան, քույրիկ ջան, այս մեքենաց ստեղ կանգնացում, մարդ կազմում, ես որտեղ ուզեմ ընդեղ կանգնացեմ, չէ, չի կարելի, քաոս ա վերադառնում, եթե այդ մարդը այնտեղ ծառայում ա, հա, ինքը այնտեղ կարևոր մարդ ա, քեզ որտեղ ասում անդեղ խնդրում եմ քեզ, դա կանոն ա, մարդը եթե ինչ-որ բանի մեջ ծառայում ա, իրան լսեք, ես ես եկեղեցու հովիվն եմ, բայց Կարենին լսում եմ, որ ասում եմ, հովիվ ջան, ավտոդ այսպես կանգնացնում, խելոք անում եմ, ինչի համար, որովհետև այդ դեպքում ես իրան պետքա լսեմ, որովհետև ինքն ա տեղի շեֆը, կամ հովիվն ա, եւ այլն, ինքն ա տեղի պատը, ինչի համար, ինք ուզում ա, որ լավ եղնի, այստեղ էլ ասում ա, լսեք, որովհետև իրանք ձեզ համար հաշիվ են տալու, գիտես, որ ես քեզ համար հաշիվ եմ տալու, Աստված քեզ տվել ա, որ ես քեզ առաջնորդեմ դեպի երկնային արքայություն, քեզ ծառայեմ, քեզ օրհնեմ, քեզ համար աղոթեմ, վերջը քեզ սովորացնեմ, սա է եկեղեցու կանոնը։ Ու խնդրում, ինձ լսի, ինչի համար, ասում ա, որպեսզի ուրախությունով անեն, ոչ թե հառաչանքով։ Այսինքն ես պայլուբոմու կամ մյուս ծառայողը ամեն դեպքում, Կարենը, ես Ամերիկայում է տենում է, Կարենը բանա, Գանասավոյակցի, աղպետ է ջան, կխնդրիմ որ ձեր մեքենաները կանգնացնեք, ընդեղ, կխնդրիմ որ այսօր շուր, վերջը, գրում են, ամեն ինչ անում են, հա, որ ուրախությունով անեն։ Հիմա, ես ձեզ ծառայում եմ, որ համարյա բոլոր երեխա ունեք։ Համի որ երեխին ա քեզ մար ավելի, որ հենց բան ես ասում քեզ լսում ա, հա? Լավ ա, չէ որ երեխու բան ես ասում քեզ լսում ա։ Որ քեզ չի լսում, պայլուբոմը իր համար պետք է ճաշեփես, իր շորը լվանաս, իր դպրոցի փողերը տաս, իրան հետը տանեն, ամեն դեպքում պետք անեն, բայց սրտիդ մեջ ասում, արա այս երեխես կյանքս կերավ, մեջ է պետք է։ Տենց թե չէ։ Հիմա, սերներես, որ լսող կա, ուրախությունով ես անում, որ չի լսում, պայլուբոմ ասի, հիսուն ժան, կյանքս կերան, արդի միջև եկ պետք ինչքան ծառայեմ, բայց պայլուբոմը ես պետք է ծառայեմ, որովհետև հաշիվ պետք է տամ, սա է կանոնը, բա լավ չի լսենք, լավա լսենք, որովհետև դրա մեջ օրհնություն կա, լսենք իրակնորա դպրոցի ուսուցիչներ կան, երեխեքը մեկ էլ տերում ես սսկոսեն, մայա մամա տակ մի ուչիլը, սելի ծնողներ սովորացեք ձեր երեխեքին իրանց դասատուներին այստեղ լսեն, այսինքն եկեղեցը մեր դասատուները չպետք է մեր երեխեքին սովորացնենք, երեխեք ջան դուք մեզ լսեք, խնդրում եմ չէ, տանը պետք է սովորացնենք, որ իրանց ուսուցիչները, իրանց առաջնորդները, իրանց լսեք, ով որ երեխա ունի թող ասի ամեն ջան, տանը սովորացնենք, որ պետք է լսեն, ինչի համար, որովհետև դա իրանց համար է լավ, հետո որ չեն լսում, այդ հասնում ամիջև հովիվին ընդեղի, շուր մի հոգի բան չարել ու գնաց ռազբորգի, ինչի համար, ավելի լավ չի, որ լսենք, ամեն ինչ հնազանդվենք, սաղ լավ եղնի, սուպեր, ամեն բան լավ եղնի, Աստված են փառավորվի, սա կանոն է եկեղեցու մեջ, սա է եկեղեցու կանոն, հետաքրքիր թեմա է ժողովուրդ, հա, ինչ որ մեկի համար քարոզում ես, հա, ինչ լավ, երկրորդ Թեսաղոնիկեցիների 3:14 Պողոս առաքյալը ասում է, եթե մեկը չհնազանդվի մեր խոսքին, այս թղթում դուք նրան նշանակեցեք եւ մի խառնվեք նրա հետ, որ ամանչի։ Մյուստեղ ասում է, իրան բարևել չտաք։ Պետք է ասում ես։ Ասում է, եթե մեկը չլսի, եկեղեցու մեջ նաեւ պատիժ կա։ Ինձ ասում են, հովիվ ջան, դու շատ ես բարի։ Պետք է ասեմ, Հիսուսը բարի հովիվ էր։ Չեմ կարա բարի, որս ենք մեր երեխեքի հանդեպ դաժան, հա, բարի ենք, բայց բաներ կա, որ ասում դանակը ոսկորին է հասնում։
կա պատիժ։ Ու ասում է, եթե մեկը չլսի, մեկ ասի, երկու ասի, երեք ասի, Պողոս առաքյալը սովորացնում ասում, մարդիկ կան, որ մնում են մեղքի մեջ, իր այդ հացել չուտես։ Ուզում քեզ ասեմ, եկեղեցին խաղուպար չի։ Եկեղեցին տեղ չի, որտեղ ոնց ուզենամ ես կապրեմ, թենց չի։ Եթե քո կյանքդ Աստծուն ես տվել, որովհետև ինքը մեռել է քեզ, ժողովուրդ ջան, Երանի մեզ, որ եկեղեցու մեջ ենք, Երանի մեզ, որ հավատում ենք Քրիստոսին, Երանի մեզ, որ ինքը մեր Տերն ու Փրկիչը, հասկացիր դա, դու երանելի մարդ ես։ Ու միս ես թեթևանա, մի մատետ արանքով նայի եկեղեցու կանոններին, ես ոնց ուզենամ, մի հոգ ինձ ասավ, սա իմ կյանքն է, ես ոնց ուզենամ նեցել կապրեմ, ասեմ, երբ որ դու ապաշխարեցիր, ասես, Տեր Հիսուս դու իմ Փրկիչն ես, այդ օրվան ես քո կյանքը քոնը չի իրաննա։ Որովհետև ինքը իր կյանքը քեզ համար է տվել։ Ինքը լինելով կատարյալ Աստված մեռել է խաչի վրա, որ ես ու դու փրկվենք։ Ախր այնքան մեծ օրհնություններ ունենք մենք, ու հանկարծ մենք սենց բան ենք էլի, սենց ինչ ուզենամ կանեմ, որտեղ ուզենամ կնստեմ, ում հետ ուզենամ կխոսեմ, ոնց ուզենամ կքալեմ, no, դες բան չկա։ Ավելին ասեմ, մեղքի հետ խաղ մի անի։ Մի օր պապլավոքի պես դուս կթրջի։ Մի անգամ կարաս ներվես, երկու անգամ կարաս, բայց եթե մնաս այդ մեղքի մեջ, Սուրբ Գիրքը ասում է, դե այդ նմաններին նշանակ եք, այսինքն դաժե բարև չտաս։ Սա կանոն է եկեղեցու մեջ։ Ուզում քեզ ասեմ, Աստվածավախ եղի։ Մեր հայերի մեջ մի քիչ բան ասենք կա բարոյական ինչ-որ կամ ասենք սենց մի քիչ ամոթ։ Ես հիշում եմ մի անգամ մի հատ ռուսական եկեղեցում էի, հոյը սենց հարավ։ Չեմ հիշում, Տանյա էր, Նատաշա էր, չեմ հիշում անունը սենց հարավ։ Արի էստեղ, ու ջայլ աղջիկ էր, մի 26-27 տարեկան։ Բերեց կանգնացեց բեմին, ստեղ։ Սենց հասավ, ժողովուրդ ջան, այսօրվանից Տանյան նշանակված է, որովհետև շնություն արել։ Բերեց եկեղեցու առաջ կանգնա, ասավ, իրան բարև չտակ, թող ապաշխարի։ Սա էլ ասավ, հա, ես արել եմ, մեղա եմ գալիս կապաշխարեմ, խնդրում եմ մի 6 ամիս հետո տեսեք իմ կյանքը լավ կերնի, ինձ ընդունեք եկեղեցի։ Պատկերացնում եք։ Մենք պատկերացնում ենք հայերի մեջ, մեկին հանենք ստեղ, ասենք, գիտես ինչ կա, անառակություն արել, կատաստրոֆա է, բայց թեզ գրված է։ Ու ասեմ քեզ, մեղքի հետ կատակ չանես, կանեմ։ Որովհետև գրված է, բոլորին սիրում եմ, բոլորին օրհնում եմ։ Բայց բաներ կա կանոնա։ Սելիս, եկեք Աստվածավախ լինենք։ Ամեն։ Երկրորդ Տիմոթեոս, երկրորդ գլուխ 20 համար։ Բայց մի մեծ տան մեջ ոչ միայն ոսկեղեն և արծաթեղեն անոթներ կան, այլ փայտի, հողի էլ, կան, որ պատվի համար են և կան, որ անարգության համար են։ Այստեղ էլի տան մասին է խոսքը ասում, մեծ տան մեջ տարբեր անոթներ կան, ու Աստվածաշունչը սենց զուգահեռ է բերում, տան մեջ կան տարբեր անոթներ, ոսկի, արծաթ, պատվի համար, հա։ Մանավանդ քույրիկները ինձ կհասկանան, որ լավ վազեր ունեն, ես հիշում եմ մամաս բանը, մի 3 ամիս փող էր հավաքում խրուստալի վազեր առնում 25 մայթով, թվում էր պետք չգիտեմ, ու բերում էր սերվանդի մեջ դնում, սենց վաու, ինչ-որ մեկը գալիս էր հյուր ընդեղ խնձոր բաներ դնում, տանց, վերջը մրգերը դնում, բերում, յանի սուպեր պատիվ ատանց, անոթներ։ Հիմա, մենք էլ ասենք ինչ-որ տեղ, եթե լավ սերվիզ ունենք բան, հավաքում ենք, ու ասում Աստծո տան մեջ էլ կան պատվի անոթներ, այսինքն պատվավոր լավ անոթներ, որ չես ամաչեմ այդ անոթի մեջ, ու ասմական նաև անարգանքի անոթներ։ Ու տեսեք, կա կանոն, ասմա, եթե մեկը իր անձը մաքրի այդպիսիներից, նա պատվական անոթ կլինի, սրբված և իր տիրոջը օգտակար ամեն բարի գործերի համար պատրաստված։
Եթե մեկը իր անձը մաքրի մեղքից, անօրենությունից, ինքը ասում է պատվական անոթ կեղնի։ Ով կուզի այստեղ անարգված անոթ եղնի։ Ես չեմ ուզում, որ այստեղ ինչ-որ մեկը անարգված անոթ եղնի։ Չեմ ուզենա ինչ-որ մեկը ցածր օգտագործման անոթ լինի։ Օրհնում եմ, որ բոլորը պատվական անոթ լինեն, բայց կա կանոն, կա օրենք, եւ այդ օրենքը սա է, եթե մեկը իր անձը սրբի, նա կլինի պատվական։ Ուզում ես պատվական լինես։ Ով ասում պատվական անոթ եղնի։ Ես եմ ուզում։ Ով ասում հարգված լինի, ով ասում հարգի մեջ լինի, ժողովուրդ ջան, մի հոգի կարե տարիներ առաջ հիշում եմ, կարե նոր էի սկսել, ստեղ եկեղեցին մի հատ շատ կապրիզնի տղա էր։ Այնա հենց բաներ ասում, ասում է, չէ, սեն չի եղնի, չի, նու, որովհետև ոտ է գետնոտ տեղը, դու չես հասկանում, դու չես, այմար սիրում եմ։ Բայց քո բնավորությունով, քո ուզելով, քո ծրագրերով չի եղնի, այստեղ Աստծո տունը Այստեղ Աստծո աստվածային կանոններ կան, եւ այս կանոններից դուրս ոչ մի բան չի լինի։ Ոնց վարվենք Աստծո տան մեջ։ Սիրելիս։ Իմացին ոնց վարվես Աստծո տան մեջ։ Հասկացի իր ողորմությունը, արժեքավորի, երբ որ գալիս ես պաշտիրան, ուշադիր եղի լսելու համար, նախանձավոր եղի իր տան համար։ Հա, պարկեշ տեղի, եղի շինող, քո անձդ մաքուր պահի, սուրբ պահի, մեղքի հետ չխաղաս, սիրելիս, անձդ պատվական պահի, ամեն օր գնա սրբության, որպեսզի պատվավոր մարդ եղնես։ Սա է կանոնը, սա է Աստվածաշունչը սովորացնում։ Եվ այս սա մի փոքր մաս է, որ ես այսօր տալիս եմ ձեզ, սիրելիներ, ուշադիր եղիր, երբ որ գնում ես Աստծո տուն։ Հիշեք, որ Աստծո տան մեջ շատ իմ կողմից սիրված Հովիվ Ռաֆայել Գրիգորյանը ասում է, երբ որ ապաշխարեցի 16 տարեկան էր, ինքը արդեն սովորում էր համալսարանում եւ կար Սամվել Նավոյան հիմա Տիրոջ մոտ է Հայաստանի ավետարանի հավատքի եկեղեցիների հիմնադիրներից մեկը, ինքն էր քարոզել իրան, ասում այդ Սամվելին ասի, Սամվել ջան, ես էլ եմ ուզում հավատացյալ դառնամ, ասավ Ռաֆայել, հավատացյալը ամեն գադագյուդա մարդու բան չի։ Հիմա հավատացյալը սիրելիս լուրջ է, հավատացյալը պատվավոր է, հավատացյալը օրհնություն է, հավատացյալի ճակատը բաց է, հավատացյալի երեսը միշտ պարզ է, հավատացյալի աչքերի մեջ կյանք կա, հավատացյալի կյանքը պիտի սուրբ լինի, հավատացյալը պետք է նախանձավոր եղնի Աստծո տան համար, հավատացյալը շատ ներողություն, թավաքյալի կյանք չպետք է վարվի, որովհետև մենք Աստծո ժողովուրդ ենք, մենք Աստծո ներկայացուցիչներն ենք այստեղ երկրի վրա եւ ինքը մեզ սիրում է, ինքը մեզ համար հետաքրքրված է, ինքն է մեզ օրհնողը, ինքն է մեր կյանքի իմաստը եւ մեր գլուխը, իրան լինի փառք հավիտյանս հավիտենից, ամեն։ Եկեք Աստվածավախ լինենք։ Եկեք իր տան մեջ մենք իմանանք մենք ոնց ենք վարվում։ Ամեն։